Բարև ձեզ սիրելի հետևորդներ, ձեր հետ է Կանան Լևոնի Ասլանյանը, հոգեբույժ, հոգեթերապևտ։ Այսօր ձեզ կներկայացնեմ Թեոֆրաստի սիմպտոմը։ Դա նույնն է ինչ որ Թեոֆրաստ, այդպես է կարելի ասել, դա բացատրվում է հին հունական որոշ տարրերի արտասանության տարբեր մոտեցումներով։ Եվ ախտանիշի էությունն այն է, որ 55-ից 60 տարեկան տղամարդկանց մոտ հանկարծակի սկսվում է երիտասարդ ձևանալ, հագնվել նորաձև երիտասարդ հագուստով, այցելել տարբեր փաբեր, ակումբներ, փորձել հրապուրել երիտասարդ կանանց, նրանց հետ շփվելով շատ ազատ։ Ձգում են իրենց շատ ուժեղ, ակտիվ։ Ինքնակնադատությունը թույլ իջած է։ Այս վիճակը առաջին անգամ նկարագրել է փիլիսոփա, բնագետ, բուսաբանության հայր, երաժշտության տեսաբան Թեոֆրաստը, նույն ինքը Թեոֆրաստը։ Այս վիճակը պաթոլոգիա չէ, որպես այդպիսին այն նուրբ հոգեբանական լեզվով ասած տարիքային անհատականություն, կապված այն բանի հետ, որ տղամարդը համառորեն հրաժարվում է ընդունել իր ծերացման փաստ եւ կարծում է, որ եթե դա չնկատվի եւ վարվի երիտասարդ ձևով, ապա ամեն ինչ լավ կլինի։ Երիտասարդությունը իսկապես կվերադառնա։ Ինքը Թեոֆրաստը այս երևույթն անվանեց օպսիմացիա, ուժ սովորել։ Չնայած այս տերմինը օգտագործվում է նաև դրական համատեքստում։ Կարելի է անվանել այն մարդկանց, ովքեր հավատում են, որ երբեք ուժ չէ սովորել եւ հայտնագործություններ են անում կամ գիտական աշխատանքներ, գրում 70, 80, 90 տարեկանում։ Ձեր հետ է Կանան Լևոնի Ասլանյանը, հոգեբույժ, հոգեթերապևտ։ Առողջ մարմնում, առողջ հոգի։ Եղեք առողջ, ցտեսություն։